Պարոն Աբրահամյան, չէ, վերջին հարցը, որը խիստ մտահոգիչ է, էլի։ Հետքը հրապարակեց այդ մասին, բայց ուզում եմ հնչեցնեմ, Նարեկ Նալբանդյանը, գործարար, նա է վճարել ձեր գրավի 25 միլիոն դրամ, ուզում եմ դուք պաշտոնապես այդ Այո, ճիշտ է ասում։ Մարդկային ընկերական հարաբերությունների համար ինքը իմացա, որ այդպես որոշում է կայացվել դատանի կողմից, ինքը ինձ առաջարկեց, ասաց հաշվառում էր բարեկամությունը, ընկերությունը, մտերմությունը, թող այս մի հարցը ես լուծեմ, ես գումար ունեմ, փոխանցեմ։ Ես էլ համաձայնվեցի եւ ասի շնորհակալ եմ Նարեկ ջան։ Ազգային անվտանգության ծառայությունը այդ բարեկամության Դուք ասեք մի հարց պետք է տաք։ Բայց այդ բարեկամության արդյունքում կալանքի տակ գտնող ձեր առանձնատունը մի գիշերվա մեջ վաճառեցիք Նարեկ Նալբանդյանի։ Այդպեսի բան չի եղել։ Ո՞նց։ Այդպես հրապարակվել է այդ մասին ազգային անվտանգության ծառայությունը։ Ես բազմաթիվ առիթներով քեզ ասել եմ, քննարկել, դու բոլոր հրապարակումներին լուրջ մի վերաբերվի։ Ինչու՞։ Իրավապահ մարմինները գործընթաց էին սկսել, պարոն Աբրահամյան, ձեր առանձնատունը մանումենտի քնար, մեր պայմանավորվածությունը ես մեկ անգամ խախտեցի, ես քո հարցերն չեմ պատասխանում ընդհանրապես։ Բարեկամության արդյունքում Դուք ինձ ասեցիք 25 միլիոնն է վճարում գրավի։ Դուք ինձ ասեցիք, որ մեկ հարց եմ տալու, ես համաձայնվեցի։ Դուք խախտեցիք ձեր պայմանը եւ մյուս անգամ ձեր հարցերից չեմ պատասխանում, բայց հարգանքին տածում ձեր նկատմամբ անձի, բայց որ դուք պայմանավորություն խախտեցիք։ Ես հաստաբանը երկու րոպե քննարկում մեր փորձի գան։ Հնար,